Այսօր համացանցը գրեթե պայթեց դերասանուհի Ռոզա Դավթյանի հրապարակումների պատճառով նրա ինստագրամյան սթորիները և վերջին հրապարակումները բուռն քննարկումների պատճառ դարձան։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ դերասանուհին առանց որևէ ուղիղ հայտարարության պարզապես հրապարակեց խորհրդավոր սթորի, որտեղ մանկական նկար էր սպիտակ սրտիկներ և սառը ցնցող հետևորդների համար։ Սոցցանցերի ակտիվ օգտատերերը սկսեցին ենթադրություններ անել, արդյոք սա ակնարկ է սպասվող մայրության մասին, թե ընդամենը զգայական մարքեթինգային քայլ։ Շատերը վստահ են, որ Ռոզա Դավթյանը կարող է հղի լինել, քանի որ վերջին շրջանում նրա արտաքին տեսքում փոփոխություններ էին նկատվում, հատկապես մեղրամսից հետո հեռուստադիտողներն արդեն կասկածներ ունեին հնարավոր հղիության մասին, սակայն դերասանուհին հավանաբար նրա քայլով մեծացրել է գովազդային արշավի հետաքրքրությունը։ Հրապարակումների մեկնաբանություններում աստիճանաբար սկսում են հնչել նաև միանգամայն այլ տեսակետներ։ Ոմանք վստահ են՝ դերասանուհին պարզապես օգտագործում է իր հանրությունը գովազդային նպատակներով։ Արդյոք սա հերթական գովազդային արշավն է, թե իրական հույզերի արտացոլում, սա է համացանցի գլխավոր հարցը։ Եվ իսկապես, Ռոզան գուցե պարզապես ցանկանում է իր զգայական բովանդակությամբ ուշադրություն հրավիրել նոր համագործակցության վրա, կամ էլ պատրաստվում է որևէ բրենդի հետ համատեղ արշավ սկսել կապված մայրության կամ ընտանիքի թեմայի հետ։ Հայկական շոու բիզնեսի ու սերիալային ոլորտում նման քայլեր անելու պրակտիկան վաղուց է ընդունված։ Հայտնի դեմքերը հաճախ են սոցցանցերում խաղում հրապարակումների խորհրդավորությամբ գովազդի տրամաբանության մեջ։ Սակայն Ռոզա Դավթյանի դեպքում հարցն ավելի բարդ է։ Նա այն դերասանուհիներից է, ով մշտապես անկեղծ է եղել իր լսարանի հետ։ Ինստագրամյան գրառումներում նա խոսել է իր անցած ճանապարհի, կորուստների, ցավի, երազանքների ու երջանկության մասին։ Այդ իսկ պատճառով նրա հետևորդները չցանկացան հավատալ, որ հնարավոր է նման զգայուն թեմայով պարզապես գովազդ լինի։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Ռոզան դեռ նոր է վերադարձել մեղրամսից։ Նա և ամուսինը հանգստի էին մեկնել Դուբայ, անցկացնելով մի քանի օր հրաշալի հանգիստ միջավայրում։ Այնուհետև դերասանուհին վերադարձել է նկարահանման հրապարակ՝ կրկին մարմնավորելու իր սիրելի կերպարը Անգելինային «Վերջին զանգը» սերիալում։ Դերասանուհու վերադարձը սպասված էր ոչ միայն գործընկերների, այլև հեռուստադիտողների համար։ Հենց այդ պահին էլ ի հայտ եկավ այս խորհրդավոր հրապարակումը։ Համացանցում մեկնաբանությունների տողատակերում կարելի է տեսնել երկու հիմնական բևեռ։ Մի մասը վստահ է, որ Ռոզան իսկապես հղի է իր սեփական ձևով, աստիճանաբար էմոցիոնալ պատրաստվում է կիսվել այդ լուրով, մյուս մասը համոզված է, որ դա գովազդ է կամ սոցցանցային աղմուկ ստեղծելու նպատակով արված քայլ առանց իրական հղիության փաստի։ Իսկ իրականում գուցե սա երկուսի զուգորդում է։ Ռոզա Դավթյանը կարող է իր կյանքի ամենաանմոռանալի շրջանն ապրել ու միաժամանակ օգտագործել իր հարթակն ու ուշադրությունը ստեղծելու մի պատկեր, որտեղ անձնական երջանկությունն ու պրոֆեսիոնալ մենեջմենթը համադրվում են։ Սա կարող է լինել իր սեփական պատմությունն ու հղիությունը նշանավորելու մեղմ միջոց, միաժամանակ պահելով գաղտնիության պատնեշը, մինչ ինքն իսկապես պատրաստ կլինի պաշտոնապես կիսվելու։ Թե ինչ է իրականությունը, ժամանակը ցույց կտա, սակայն անկախ նրանից հղի է թե ոչ, գովազդ է թե զգայական ուղերձ, Ռոզա Դավթյանն այս պահին անում է ամենակարևորը՝ պահում է իր լսարանի ուշադրությունը, զգացմունքային ներգրավվածությունը և քննարկման կենտրոնում է շոու բիզնեսում, որտեղ ամեն կերպ վարվել կարող էին միայն քչերը։ Ինչ խոսք, Ռոզա Դավթյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նա պարզապես դերասանուհի չէ, այլ մի անձնավորություն, ով կարողանում է վարպետորեն միավորել իրականությունը, հույզերն ու բեմական ներկայությունը։ Նա տիրապետում է իր լսարանի հետ հաղորդակցվելու յուրահատուկ լեզվին, լեզու, որն ընթերցվում է ոչ թե բառերով, այլ ենթատեքստով, ակնարկներով և անկեղծությամբ։ Իր հրապարակումներից հետո Ռոզայի անունը դարձավ նորից թոփ թեմա։ Դերասանուհու հետևորդները սկսեցին որոնել հղիության հնարավոր վկայություններ ոչ միայն վերջին սթորիներում, այլ նաև տեսանյութերում, որոնցում նա երևում էր նկարահանումների հրապարակումից։
Տեսանյութերից մեկում, որտեղ Ռոզան խաղում էր իր կերպարի Անգելինայի մոր և հոր հետ, դիտողներն ուշադրություն էին դարձրել նրա զգեստին։ Միևնույն ժամանակ շատերը հիշեցին, որ ընդամենը մեկ ամիս առաջ էր հարսանիքից հետո Ռոզան նշում էր, որ ցանկանում է մեկնել հանգստի և ամբողջովին կտրվել առօրյայից։ Նա մեկնեց Դուբայ, որտեղ անցկացրեց հիշարժան և ռոմանտիկ օրեր։ Ինչ վերաբերում է հնարավոր հղիությանը, ապա նույնիսկ ամենամոտ աղբյուրները որևէ հաստատում չեն տվել։ Սակայն նաև չկան կտրուկ հերքումներ։ Ռոզան սիրում է հույզերի միջով հաղորդակցվել իր լսարանի հետ, ու նման զգայուն թեման թերևս հենց այդպես էլ պիտի ներկայացվեր՝ առանց բառերի, առանց բացատրությունների։ Նա հասկանում է, որ հանդիսատեսն իրեն սիրում է ոչ միայն որպես դերասանուհի, այլև որպես անձնավորություն իր ամբողջ խորությամբ, անկեղծությամբ և խոցելիությամբ։ Բայց եթե նույնիսկ սա գովազդային խորամանկ քայլ էր, ապա այն այնքան վարպետորեն էր արված, որ արժանի է միայն գովասանքի։ Ռոզան կարողացավ քննարկման թեմա դառնալ առանց որևէ աղմկոտ հոլովակի կամ բացահայտման։ Նրա հրապարակումը համացանցում ոչ թե ուղղակի պտտվեց, այլ մնաց մարդկանց մտքերում։ Շատերն անկեղծորեն անհանգստացան, ոմանք հուզվեցին, իսկ մի մասն էլ ուրախությամբ սպասում է պաշտոնական լուրին։